Գնում եմ բժիշկի սրտիցս լավ չեմ, էլի։ Քանի տարեկան եք։ 60 եմ արդեն։ Գնում եմ բժիշկի ամեն անգամ 10-15,000 փող են ուզում ինձնից։ Գնում եմ մտամ կոնսուլտացիա անեմ, 2 բառ սրտից ասում են, ասում են գնա այստեղ խմի, ճնշման դեղաբան։ Աշխատում եք, աշխատավարձը ինչքան է։ Աշխատում եք, թե չէ։ Ինչքան եք ստանում աշխատավարձ։ Մի 150,000։ Դե հիմա եթե ձեր աշխատավարձը ենթադրում եմ, եթե ավելի բարձր է, գնացեք ձեր գործատուին ասեք 200,000-ը գրանցի, որպեսզի դառնա առողջության ապահով։ Հասկանում եմ ձեզ։ Մի հատ կարող եք դուք հրահանգել, որ ամեն ինչի համար 10-15,000 դրամ չվերցնեք։ Տիկին Ավանեսյանը ուր է։ Տիկին Ավանեսյան թող գա էլի մի։ Եթե 150,000 փաստացի ստանում է, ուրեմն շահառու է, արդեն որտեղ 200,000-ից ավել կգնի գրանցված աշխատավարձ։ Եթե 150,000 փաստացի ստանում եք, միգուցե չեմ աշխատում, կամ ինձ ծնողն է, կամ մեկն է, ինչի համար է գումարը վերցնի ինձանից։ Տիկին Ավանեսյան, տեսեք կոնսուլտացիաների բարձր գումարների մասին է, բայց այստեղ խնդիրը գիտեք որն է, որովհետև եթե դուք առողջության ապահովագրության շահառուն եք, այդ թեմաներից արդեն կազատվեք։ Պարոն վարչապետ, կլսեք ինձ խնդրում եմ, այն անգամ որ դուք մեր փողոցում եք ապրում, մի թաղից ենք, գալիս եք մենք ձեզ ձեն էինք տալիս։ Դաժե որ վարձով տուն եք ման գալիս, իմ տունել եք այն թվերին։ Մենք ես ձեզ լավ ճանաչում եմ, դուք էլ ինձ այդ որ հիշեք, կճանաչեք։ Հիմա խնդրում եմ ձեզ, ովքեր որ ասես թալանում են մեզ ու շատ լսեք այդ բժշկությունը ու գնում ես 2 բառ խնդրում եմ լսեք ես ձեզ կլսեմ հարգանքով ձեզ լիքը ձեր հանդեպ հարգանքով գնում ես 2 հատ բառ ասում ասա 10,000 տալիս ես մի դեղա նշանակում ասում գնա կզանգեմ էլ ոչ զանգում բայց ինչի համար ես պետք 10,000-ը տամ չունեմ ոչ մի բան հիմա ես որ ձեր հետ խոսում եմ ճնշում ես երևի այնքան այս հազիվ եմ խոսում Հազիվ եմ խոսում։ Բայց հիմա մենք ուզում ենք ձեզ օգնենք, մի րոպե։ Օգնեք, թող էսա նախարարը, թող գրի, հարգելիս, եթե դուք 150,000 ստանում եք, դուք շահառու եք, դուք կարաք գնաք առանց այդ ամեն ինչի, ստանաք ձեր բուժումը։ Ես ձեզ հասկանում եմ, հարգելի պարոն վարչապետ ջան։ Բանը հարկերը ներսը, չէ, 200,000։ Էսա Վարդանաս պոլիկլինիկայում եմ ես գրանցված։ Գնում եմ, ասում եմ դու գրանցումը մի շաբաթից կարող է մարդ ներնի ոնց։ Ասում մի շաբաթից արի, որ շուտ ես գնում։ Ասում որ 10-15,000 տաս, ամեն մի կոնսուլտացիան գնում ես, նստում ես, այդ բանը ես էլ կարամ ասում, ընկեր վարչապետ ջան, ցավը տանեմ։ Հիմա ինչ անենք, ասեք, ինչ։ Էսա նախարարը ստեղ է, թող մի հատ գրություն գրի, թող ինձ անվճար տանեն ստուգել։ Չէ, դե չի, եթե վճարով է քաղաքացի եմ։ Կապ չունի, ինչ կապ ունի, բա բժիշկն էլ է քաղաքացի, բա ինքը աշխատավարձ ստանա։ Ես քեզ միշտ նայում եմ, բանով, դու միշտ ոնց որ ազգի համար չխոսած։ Ես ընկեր վարչապետի հետ եմ խոսում, ես իրանք ձեզանից լավ գիտեմ։ Դե արեք չխոսանք, դուք մենակ խոսում եք, չեք անում։ Հարգելի պարոն վարչապետ ջան։ Եղբայր, տեն չի լինի, որ ամեն ինչը ձրի լինի։ Ոնց կլինի ամեն ինչը ձրի։ Քիչ պետք է լինի։ Կներեք, դուք որտե եք աշխատում։ Որտե եք աշխատում։ Ես գնում եմ, փայտ եմ կտրում, ամեն ինչ եմ անում։ Ձրի կկտրես փայտ։ Կկտրեմ։ Հա։ Դե ձրի կտրի։ Ուրեմն այդ գումարի մեջ խնդրում եմ։ Մի րոպե սպասեք։ Դուք իմ պաշտպանն եք, չէ՞։ Այո, ես պաշտպան ես ձեր պաշտպանն եմ, ես բժշկի պաշտպանն եմ։ Բժիշկն սաղի վերահսկողն եք։ Լսեք, ասում եմ դուք որ փայտ եք կտրում, ձրի կկտրեք փայտ։ Կտրեմ։ Չեք կտրի, չեք կտրի։ Շնորհքով կկտրեմ, եթե գումարը վերցնում եմ, շնորհքով կկտրեմ։ Ոչ մեկ չեք կտրի։ Շնորհքով կկտրեմ գումարը վերցնում եմ։ Ուրիշ բան, մի րոպե, ես ձեր հարցը հետևյալի, եթե այդ գինը գրված է, որ կոնսուլտացիան արժի 10,000, դա ուրեմն օրինական վճար է։ Եթե չարժի, ուրեմն չէ։ Հիմա դուք որպես քաղաքացի, մենք ձեզ համար ստեղծել ենք հնարավորություն։ Ասցիք, որ աշխատում եք, 200,000 դրամ աշխատավարձ ստացողը դառնում է առողջության ապահովագրության շահառու եւ այդ որևէ վճարում ընդհանրապես որևէ վճարում։ Ես լսեցի, հասկացա, անգեր վարչապետ։ Ես գնում եմ, ասում եմ, այդքան գումար, բայց դրա այդ գումարի հիման վրա բուժումը չի անում։ Եղբայր, դուք աշխատում եք, թե չէ։ Աշխատում եմ, անհատական եմ։ Օրա գնում ես համշինարարություն եմ անում ամեն ինչ։ Դե ասում եմ դուք ձեր աշխատանքը ձրի չեք անի, որովհետեւ Բայց որակով եմ անում, չէ՞, ինչ անում եմ։ Չգիտեմ, որակով եք անում, թե որակով չեք անում։ Բայց ես գնում եմ լսեք ասում եմ բժիշկը գրած է, որ այդ ծառայությունը արժի այդքան, դուք պետքա վճարեք այդքան, պետք է աշխատեք, մի րոպե սպասեք, ինչ եմ ասում։ Ամենակ դուք եք խոսում, չեք թողում ես խոսամ, ընկեր վարչապետ։ Քանի րոպե եք ուզում խոսացեք, հետո ես կարող եմ ձերից նստեմ ու խոսամ, հաստատ ձեզ ես խելքով կկրեմ, հաստատ։ Չեմ կասկածում։ Ընկեր վարչապետ, ես գնում եմ, ասում եմ գումարը սա է, չէ՞, ես վճարում եմ։
խնդրում եմ թող ինքն էլ բարի լինի, դրա հիման վրա նորմալ բուժումներ նշանակի։ Որ բժշկից է ձեր բողոքը տվեք, մենք կստուգ ենք իր աշխատանքը։ Վարդանանց պոլիկլինիկա։ Աննա Ազգանովna բժշկի ասեք, մենք կստուգ ենք իր Ես չեմ աշխատանքը։ կարող, օրը մեկի մոտ ուղարկում են ինձ։ Դե ձեր անուն ասանը կասեք, ես Կարծեք Մովսեսյան Ռազմիկ Սահակի։ Նա պարոն Մովսեսյանի ստացած ծառայությունները ստուգ ենք, Հարգելի նախարար, խնդրում եմ դուք մի հատ Ստուգ ենք, արդյոք ճիշտ է։ Ես հիմա հասկացա, որ ձեր խնդիրը հիմնականում ծառայության գնի եւ որակի հարցն է։ հա, համգնի։ Անպայման Ընկեր կզբաղվի։ Վարշապետ ջան, ինչի համար կարելի է գնալ երկու բառ խոսա, ասի այդքան կարող է դուք գումար ունեք։ Հասկացանք։ Ես ձեր նման միլիոնավոր պրեմիաներ չեմ ստանում, Հասկացանք։ Սաղից շատից կարող է շատից ես լավ մասնագետ եմ, սաղից էլ լավ մարդ եմ, բայց ես ստանում եմ այդքան, Եղբայր, իսկ ձեր մեջ լսեք։ մարդիկ կան, որ ոչ մի բան չեն անում, միլիոներ փող են ստանում, Լսեք, պետք է ստանային։ եթե դուք լավ մասնագետ եք աշխատանքի շուկայում, ուրեմն կունենայիք այնքան աշխատավարձ, որ հիմա չգայիք ասեիք։ Ես այնքան լավ մասնագետ եմ եղել, այնքան մարդ եմ եղել, որ եկեք ձեզ եմ ընտրել վաղ։ Հա։ Դուք էլ ինձ ասեցիք, դուք եք ասել, որ ձեր նման մարդիկ պետք է տեղ ունենան, ոչ թե եսի մով ունենան։ Դուք ինչ կրթություն ունեք կներեք։ Միջնակարգ կրթություն ունեմ։ Ինչ եք ուզում, որտե եք ուզում աշխատեք։ Եկեք Նախարար եմ ուզում։ Հենց հիմա հա նախարար եմ ուզում։ Չեմ Որ նշանակել ամիսը ձեզ 10 նախարար։ միլիոն փող ստանամ ու ժողովրդի համար լիքը բան Լսեք, կան այդ մարդիս համար։ հիմա լսեք այդ եմ ասում, այդ նախարարը որ աշխատավարձ է ստանում, այդ նախարարը թոշակա բարձրացրել, այդ նախարարը առողջության ապահովագրություն է բարձրացրել, այդ նախարարը ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկի, այդ նախարարը զինվորականների աշխատավարձը կրկնապատկի, այդ նախարարի գործունեության շնորհիվ այսօր 700,000 դրամ ուսուցիչ կա աշխատավարձ ստացող, 700,000 դրամ զինվորական կա աշխատավարձ ստացող, այդ նախարարի աշխատանքի շնորհիվ այսօր հանրապետությունում ոչ մի սոված թոշակառու չկա։ Այդ նախարարի աշխատանքի շնորհիվ ձեզ տվել եմ արդեն, հեսա տվել եմ։ Այդ նախարարի աշխատանքի շնորհիվ 2017 թվի համեմատ պետական բյուջեն 135%-ով ավելացել է։ Այդ բայրը բաներ կա, որ ասում եք, ճիշտ չի։ Որը ճիշտ չի ասեք։ Համարյա 90%-ը ճիշտ է։ Որը ճիշտ չի, կոնկրետ ասեք։ Ասում եք սա հասկացա։ Կոնկրետ ասեք։ Ձեր կառավարման այս անձնակազմը Մի րոպե, կոնկրետ ասեք, բոլորը լավ գումար են ստանում մեր հաշվին, իմ ծնողի բան մեր սովորական որ ձեր մարդիկ հաշվին ինչքան են։ 2025 թվին ինչքան հարկ եք վճարել, որ մենք ձեր հաշվին ենք ստանում։ Դες արուն եմ տվես ազգի համար։ Որտեղ եք արուն տվես ազգի համար։ Որտեղ Իմ հողի համար, Որտեղ իմ Արցախի հողի համար, իմ Հայաստանի։ Հիմա հենց հիմա կճշտենք, մեր տվյալներով կճշտենք որտեղ եք արուն տվել։ Տեղը ասեք, որտեղ եք։ Ջիվոն Աբրամյանն էլ իմ հրամանատարն է։ Որտեղ եք արուն եղել եմ լաչին Որտեղ ձեր տվյալներն ասեք, հեսա պաշտպանության նախարարությունով կճշտենք։ Զանգի Մովսեսյան Ռազմիկ, Լենյան ջոկատը մեղե։ Համեցեք։ Հեսա կճշտենք, բայց եթե սուտ ասեք, դա հետևանք է ունենա։